կամ ոչ թե կարողանան, առնվազն փորձի ժողովրդին խաբել, բայց կարծում եմ այս անգամ մեր ժողովուրդը գիտակից է հասկանում, եթե մեկ իսկապես ցանկություն ունենա ռազմագերիներ վերադարձնելու, հետաքրքրված լինեն նրանց ճակատագրով, 5 տարի ժամանակ ուներ այս ամեն ինչը կատարելու համար, չէր տա թողնի անմիջապես կատարել 2026 թվականին ընտրություններից առաջ։ Եվ ամեն դեպքում իմ համոզմամբ ամենակարևորը մեզ համար այս պահին Արցախի ռազմագերին ղեկավարության հարցն է, օրինակ եթե կային այդ երկու ահաբեկիչները, որոնք պահվում էին, եթե նույնիսկ պետք է այդ երկու ահաբեկիչներին հիմա փոխանակեր կամ վերադարձներ, դրանց դիմաց շատ ավելի ինքը մեծ գին պետք է պահանջեր, ասենք հավանաբար պետք է պահանջեր նաև Արցախի ասենք ղեկավարությանը պահանջեր, բայց դե գիտեք Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես նման պահանջ չի ներկայացնելու օրակարգում Արցախի ղեկավարության վերադարձը չկա, քանի որ այս պահին ընդհանրապես իրենց ձեռնտու չի նրանց վերադարձը, հետաբար մի քանի ռազմագերիների վերադարձով բավարարվում է, ինչը ասում եմ ողջունելի է, գնահատելի է, բոլորս դրանից ուրախ ենք, բայց ամեն դեպքում դա չի նշանակում, որ մյուս ռազմագերիների պետք է այդպես ասած մոռանանք, նրանք ովքեր այս պահին գտնվում են դեռ բանտերի մեջ, ենթարկվում են խոշտանգումների հաստատ